տարի դուք ամենափրկիչ եկեղեցին վերահսկում եք, դուք Գյումրիում եք, բայց եկեղեցի չմտաք։ Ինչն էր պատճառը? Անկեղծ ասած ես չեմ հիշում դա։ Այո, եւ ուզում եմ հասկանալ այսօր ինչի չեք գնացել, օրինակ Սուրբ ամենափրկիչ եկեղեցի։ Ես անկեղծ չեմ հիշում նման բան։ Ոչ որևիցե կոնկրետ պատճառ չի եղել։ Կարող է ինչ-որ օրակարգեր կապված ներկայություն էր։ Որևիցե ես նույնիսկ չէի հիշում ձեր ասածն։ Անկեղծ չեմ հիշում։ Երևի ստեղ եմ եղել եկեղեցում, կարիք չեմ գտնել երկրորդ անգամ։ Բայց վարչապետը խնդրեց, որ նման բան չանեն։ Եթե մոտիկից ուշադիր լինեի, կտեսնեք դա մարդկանց ցանկությունն է եւ վարչապետը խնդրեց նման բան չանել։ Հաջորդ չէ, եւ այսօր չէ, սպասի։ Հերթով գալիս եմ։ Դու առավելևս դուք արդեն հարցը տվել եք։ Սա ձեր երրորդ հարցն է։ Խնդրեմ։ Ռուսաստանն է համեմատում։ Ով է համեմատում ռուսական ազդեցության գործակալները։ Ես նման հարցերի, ես Մոլդովայի, Ռուսաստանի, չգիտեմ որ երկիրը բերեցիք, Ուկրաինայի պաշտոնյան չեմ։ Ես ոչ թե Վրաստանի պաշտոնյան եմ։ Հայաստանի ավարտեք։ Հայաստանում եկեղեցու շուրջ տեղի ունեցող համեմատում են Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Արցախում։ Եվ կան այդ գործողություններում հաջողված եւ կան չհաջողված։ Մի պատասխանի ժամանակը մի կողմից առաջնորդում եւ եկեղեցու շուրջ իրականացնում։ ժամանակի դրա։ Դուք որտեղից եք հարցը տալիս, կասեք։ Դուք այլ երկրի գործակալ եք։ Չէ, դուք որտեղից եք ուղղորդվում։ Այսինքն ով է ձեզ թույլ տալիս ինձ հարցնել Հայաստանի Հանրապետության ընտրված բարձրաստիճան պաշտոնյային հարցնել, որ ես որևիցե տեղից ուղղորդվում եմ, դուք դրա իրավունքը չունեք։ Ես պատասխանում եմ ձեզ, դուք դրա իրավունքը չունեք։ Այ դուք ձեր իսկ դուք նմանություն չեք տեսնում ձեր հարցերի եւ այլ երկրների հերոստալիքներից հնչող պրոպագանդիստական դրույթների մասին։ Նմանություն չեք տեսնում, չեք նկատում, որ դուք ուրիշ երկրի գործակալների թելն եք հյուր։ Իսկ դուք որտեղից եք ֆինանսավորվում։ Ձեր ֆինանսավորումը պարզ է։ Կասեք որտեղից եք ֆինանսավորում, ասեք։ Ես շատ կասկածում եմ, որ այնտեղ ֆինանսավորման մասին որևիցե տեղեկություն կա։ Ես կստուգ եմ, պարտադիր կստուգ եմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Դուք իրավունք չունեք Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյային նման մեղադրանք ներկայացնել։ Այդ ձեր մեղադրանքները, ձեր անցկացրած զուգահեռները Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հետ անցկացնում են այն երկրի լրատվամիջոցները, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իշխանություն լինի, որպեսզի գնա իրանց երկիր, դաբրո ստանա իրանցից, որ այստեղ իշխանությունը տենց չի եղել ու չի լինել։ Ասեք։ Իսկ ես կստուգեմ ձեր բանի տվյալները, ես վստահ եմ, որ չկա։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ դուք ճիշտ նշեցիք, կառավարությունը ասել է, բայց ես չեմ կարող կառավարության գործառույթի մեջ մտնել եւ ասել, թե ինչի չի եղել, կառավարության ներկայացուցիչները այստեղ կան, կարող եք հարցնել իրենց, ներողություն եմ խնդրում իմ չիմացության համար, բայց գործի բերումով ես դրա հետ չեմ առնչվել դեռ։ Անինա, մի րոպե, արեք, Անինա։ Ես գալու եմ ձեր մոտ հարցազրույց։ Օրը եմ փոխել, բայց գալու լսում եմ ձեզ Անին։ Պատարագի սեղներ զոհաբարի անունը, դա որտեղ է վարչապետը կարող է այդպիսի դրա խնդրանք տալ, որտեղ է պատասխանեք։ Խնդրանքները ինչ-որ տեղերում են։ Չէ, բայց ինքը իրավունք չունի։ Չէ, խնդրանքները։ Անջան, դա ձեր գնա, լավ, բարի, միգուցե սահմանությամբ գրածա վարչապետը ոչ մեկին խնդրելու իրավունք չունի։ Ես կարծում եմ, եթե դուք ինձ բան խնդրեք կամ ես ձեզ բան խնդրեմ, անկախ դրանից դուք լրագրող եք, ես պաշտոնյա եմ, դա մեր որոշելիքն է, այլ ոչ թե սահմանության մեջ գրելու կամ չգրելու բան է, հա։ Դա դուք գնահատական եք տալիս, որը ես չեմ կիսում, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ խնդրել են, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ այդ խնդրանքին արձագանքել են։
Խնդրեմ Նարիք։ Պարոն Սիմոնյան, ըստ էության իշխանությունը այստեղ չկարողացավ իր սցենարով պատարակ կազմակերպել։ Ինչներ իշխանության Եվ պարտադրված էր այլ թեմից հոգեվորական հետը բերել, սա թերևս աննախադեպ է շրջիկ հոգեվորականով պատարակի գալը, ինչպես կմեկնաբանեք Շիրակցի 24 հոգեվորականից 29 հոգեվորականից որևէ մեկը։ Իսկ ով ասեց, որ ինչ-որ սցենար կա, ձեզ դուք անընդհատ, ձեզ թվում է, մի րոպե, ձեզ ինչ-որ թվում է, այտենց ինչ-որ A4 ֆորմատի թղթի վրա կամ A3 ֆորմատի վրա գրած ինչ-որ սցենար կա, որով տենց հիմա նայում ենք, ասում ենք, հիմա դու սա կասես, ոչ, սա հավատքին, Դա վարչապետին ասում։ լսեք, սա հավատքին վերաբերվող գործընթաց է եւ հա ցանկություն կա որ սենս լինի, ցանկություն կա միգուցե կարող է լինի որ նենց լինի, բայց իրականությունը, այլ իրականությունը այլը կարող է լինել։ Այսինքն ինչ ենք ուզում դրանով արձանագրենք։ Ենթադրենք ձեր հարցի պատասխանը այո է կամ ենթադրենք ձեր հարցի պատասխանը ոչ է։ Չէ, ինչ հետևություններ կանեք, որ Շիրակում օրինակ 29 Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր աթոռ էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը։ Դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակ այնտեղ անցկացնել։ Իսկ նորմալ է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը վոտա Քսանչորսների Չեն